Ողջույն ձեզ բարեկամներ, այսօր խոսելու ենք Աստծո խոսքի արժեքը հավատացյալի կյանքում, թե ինչպես է դրսևորվում, եւ քննարկելու ենք 4 կարևոր ճշմարտություններով, 4 դրսևորումներ, 4 արժեքներ, որը հավատացյալի կյանքին պիտի ուղղորդի, եւ այն արձանագրված է Առակաց գրքի 3-րդ գլխի առաջի 3 համարներում։ Եկեք ընթերցենք։ Որդյակս իմ օրենքը մի մոռանար, եւ թող պահեք քո սիրտը իմ պատվիրանները, որովհետև նրանք երկայն օրեր եւ կենթանության տարիներ, եւ խաղաղություն կշատացնեն քեզ համար։ Շնորհքն ու ճշմարտությունը քեզ չեն ձգիլ, նրանց պնդացրու քո պարանոցի վրա, նրանց գրիր քո սրտի տախտակների վրա։ Ամեն։ Աստծո խոսքի արժեքը հավատացյալի կյանքում դրսևորվում է։ Այս հատվածում Սողոմոն իմաստունը խոսում է ինչպես հայր իր որդիների հետ։ Սա պարզապես խորհուրդ չէ, այլ աստվածային հորդոր, ինչպես ապրել Աստծո առաջ։ Այս տեքստից կարող ենք տեսնել 4 կարևոր հորդորներ, 4 կարևոր ճշմարտություններ, եւ առաջինը հետեւյալն է. Աստծո խոսքը պետք է լինի սրտում, ոչ միայն մտքի մեջ։ Իմ օրենքը մի մոռանար եւ թող պահե քո սիրտը իմ պատվիրանները։ Այստեղ մոռանալ արտահայտությունը նշանակում է ոչ միայն հիշողության կորուստ, այլ անտեսել կյանքով։ Աստված չի ուզում, որ մենք միայն իմանանք իր խոսքը, այլ որ սիրտը պահի այն։ Սա նշանակում է սիրել Աստծո խոսքը, հնազանդվել Աստծո խոսքին, ապրել Աստծո խոսքով, ինչպես ասում է նաև Սաղմոս 2-ում. քո խոսքը պահեցի իմ սրտում, որ չմեղանչեմ քեզ դեմ, ասված է Սաղմոս 119:11-ում, սիրելիներ։ Իսկական, իրական, ճշմարիտ հավատքը երևում է ոչ թե խոսքերով, այլ հնազանդությամբ, ընկերներ։ Երկրորդ բանը, հնազանդությունը բերում է օրհնություն, նրանք երկայն օրեր եւ կենթանության տարիներ եւ խաղաղություն կշատացնեն քեզ համար, ասում է Սողոմոնը։ Սա չի նշանակում, որ հավատացյալը երբևէ դժվարություն չի ունենալու, այլ նշանակում է, որ Աստծո ճանապարհով քայլելը բերում է կարգավորված կյանք, իմաստուն կյանք, ներքին խաղաղություն, Աստծո օրհնություն։ Սա այն խաղաղությունն է, որ գալիս է Աստծո հետ հաշտ լինելու պարագայում, սիրելի բարեկամ, սիրելի եղբայր եւ քույր։ Ինչպես ասում է Պողոս առաքյալը, արդարացած լինելով հավատքով խաղաղություն ունենք Աստծո հետ, որքան հրաշալի է այն գրված է Հռոմեացիս 5:1-ում։ Աստծո ճանապարհը միշտ է լավագույն ճանապարհն է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, նույնիսկ եթե դու դժվարության մեջ ես։ Երրորդ բանը, շնորհքն ու